հիմա ինչ է ստացվում։ Դուք չեք կարողանում ձեր մարդկանց ապահովեք։ Երևանի ավագանու նիստում կրքերը լարվել են, երբ Մայր Հայաստան խմբակցության անդամները արձագանքել են հանրային ձայնի ներկայացուցչի ելույթին։ Իրավիճակը փորձել է հանդարտեցնել քաղաքապետ Տիգրան Ավինյանը, սակայն նրա խոսելու ձևից իրավիճակն ավելի է լարվել։ Շատ եք լոճվում, պարոն Իսկանդարյան, ձեզ նախազգուշացում, պարոն Իսկանդարյան, ձեզ նախազգուշացում, պարոն Հակոբյան, ու ձեզ նախազգուշացում, ու շարունակեք ոգևորվել, ժողովուրդ ջան, նախազգուշացումները կանցնեն այլ մակարդակներ, երբ որ ես ասում եմ շատ եք լոճվում, ուրեմն ճիշտ եմ ասում, որովհետև շատ եք լոճվել, հարգելի գործընկերներ, ու այդ ձեր լայնքը հեսա կնեղացնենք, որովհետև դուք ձեր լեզվի այս ելևեջները, դուք մեկ-մեկ արդեն ոնց որ իրականում խառնում եք, մեր համեստությունը, մեր հանգստությունը, մեր զսպվածությունը իրականում խառնում եք շատ այլ բաների հետ, դրա համար եվս մեկ անգամ զգուշացնում եմ ձեզ, բոլորիդ, այս ռեպլիկներ անողների, ապերավատ լնողներին, են ովքեր որ մտածում են, որ իրականում իրանց քուչում է նավ լռություն ասեցի, այսքան ժամանակ ինքնադրսևորվել եք, հիմա լռեք և ուշադիր լսեք, ժողովուրդ ջան, ձեր չափերը ճանաչեք և սա ձեզ վերջին նախազգուշացումն է, սենց հանգիստ, տենց երկար տարել ենք, ինչքան չենք խոսացե, այդքան ավելի եք, ոնց որ տենց ինքներդ ձեզ ոգևորել եք, նստեք, պարոն Քոչարյան, նստեք, ասում եմ, նստեք և լսեք, ուրեմն սա ձեզ վերջին նախազգուշացումն է, սուս մնա, լավ, լրի նստի տեղդ, պարոն Գալստյան, ասեցի լրիր և նստի տեղդ, պարոն, չէ, ժողովուրդ ջան, դուք մի խառնվեք, նստեք, չէ, մի արձագանքեք, նստեք, վերջ։ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է զրուցել Սանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցու ծխականների հետ։ Վերջիններս պահանջում են դադարեցնել հայ առաքելական եկեղեցու հոգևորականների քաղաքական հետապնդումները, ինչպես նաև բարերար Սամվել Կարապետյանի հետ ազատ արձակել նրանց բանտերից։ Փաշինյանից մերժում ստանալուց հետո եկեղեցու ներկայացուցիչները ստիպված են եղել տեսաուղերձով դիմել վարչապետին, իսկ վերջինս ուղևորվել է Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի հետ հանդիպման։ Քաղաքացիներին գումար բաժանելու մասին լուրերը կեղծ են, հայտարարություն է տարածել կառավարության պաշտոնական էջը։ Հաղորդագրությունում մասնավորապես նշվում է, որ TikTok և մնացած այլ սոցիալական հարթակներում նորաստեղծ էջերում տարածվում է այս տեղեկությունը, ինչը բացարձակ չի համապատասխանում իրականությանը։ Կառավարությունը հորդորել է քաղաքացիներին չտրամադրել անձնական տվյալներ և չբացել կասկածելի հղումներ, պահպանելով զգոնություն։ Turkish Airlines ավիաընկերությունը հաջորդ տարվանից կանոնավոր չվերթներ կիրականացնի Ստամբուլից Երևան։ Այս մասին X-ում գրել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քլչը։ Նրա խոսքով ավիաընկերությունը 2026 թվականի մարտի 11-ից կսկսի ամենօրյա կանոնավոր չվերթները Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Երուսաղեմում հանդիպել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի և Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդիսի հետ։ Ելույթի ընթացքում Նեթանյահուն հայտարարել է. «Մեջբերում դիմում եմ նրանց, ովքեր երազում են մեր հողերի վրա իրենց կայսրությունների և տիրապետության վերականգնման մասին։ Դա տեղի չի ունենալու»։ Այս կերպ Նեթանյահուն անուղղակի կերպով դիմել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին, հայտնում են միջազգային լրատվամիջոցները։
Քրդերը հրթիռակոծել են Հալեպի Ալ-Ռազի հիվանդանոցը, նախնական տեղեկություններով կա 3 զոհ, 9 վիրավոր։ Տեղի բնակիչները նկարահանել են, թե ինչպես է Թուրքիայից ծանր տեխնիկա տեղափոխվում Հալեպի շրջան։ Մինչ այս Հալեպի հայ համայնքի ներկայացուցիչներին Սիրիայի ժամանակավոր իշխանությունների ուժերի եւ քրդերի միջև բախումների սկսվելուց հետո կոչ էր արվել մնալ տներում։ Ռուս-ուկրաինական խաղաղության ծրագրի փաստաթղթերի հիմնական փաթեթը պատրաստ է, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, խոստանալով ավելի ուշ անդրադառնալ Մայամիում ավարտված երկու երկրների հակամարտության կարգավորման բանակցություններին։ Զելենսկին հավելել է, որ անվտանգության երաշխիքների շուրջ զարգացումները բավականին խոստումնալից են թվում։ Ամենը, ինչ կարելի էր անել խաղաղության ծրագրի առաջին նախագծերի համար, արդեն իսկ կա։ Ծրագրի 20 կետ կա։ Գուցե ամեն ինչ կատարյալ չէ, բայց ծրագիրը կա, մասնավորապես ասել է Ուկրաինայի նախագահը։ 74 տարեկան հասակում մահացել է բրիտանացի երգիչ եւ կիթառահար Քրիս Ռինը, այս մասին հայտարարել է նրա ընտանիքը։ Երգիչը երկար տարիներ պայքարել է տարբեր հիվանդությունների դեմ, ի վերջո մահացել շաքարախտի հետևանքով։ Ռինը հանրությանն առավել հայտնի է դարձել 1990-ականներին իր The Road to the Hell երգով։ Կալիֆոռնիայում ողբերգական ավտովթարից մահացել է հայտնի Call of Duty տեսախաղերի շարքի համահեղինակ Վիզ Զամպելան։ Համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է Զամպելայի մեծ արագությամբ սլացող մեքենան։ Վթարից հետո մեքենայում հրդեհ է բռնկվել, հայտնի խաղի համահեղինակը եւ ուղևորը տեղում մահացել են։ Լուրը հաստատել է Electronic Arts-ը, որին պատկանում են Զամպելայի մշակած տեսախաղերը։ Տեխասում Մեքսիկայի ռազմածովային ուժերի ինքնաթիռ է կործանվել։ Կործանման հետևանքով զոհվել է 5 մարդ, այդ թվում 2 տարեկան երեխա։ Ինքնաթիռը տեղափոխում էր այրվածքներով հիվանդների, որոնցից ոչ ոք չի փրկվել։ Փրկվել են միայն ինքնաթիռի անձնակազմից 2-ը, մեկը համարվում է անհետ կորած։ Վենեսուելական նավթատարների առգրավման ֆոնին երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն կոչ է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կենտրոնանալ ամերիկյան ներքին խնդիրների վրա եւ զբաղվել սեփական գործերով։ Սրան զուգահեռ Միացյալ Նահանգների զինված ուժերը կրկին հարվածել են Խաղաղ օվկիանոսի արևելյան հատվածում թմրանյութ տեղափոխող նավի։ Հարվածի հետևանքով զոհվել է 1 մարդ։